Ես հասկանում եմ, որ Հայաստանում եւ տարածաշրջանում ահռելի տրանսֆորմացիաներ են, նոր մտածողություն, օրինակ պատրաստ լինել խաղաղությամբ ապրելու հարևանների հետ։ Պատրաստ լինել նոր իրավիճակի մի բան, որ մենք պատմականորեն նորագույն պատմության ընթացքում երբեք չենք պատկերացրել այդ նոր իրականության մեջ ինչպես պիտի ապրենք։ Իհարկե մենք որպես հասարակություն շատ ավելի պատրաստ ենք, օրինակ Ադրբեջանի մեր հիմնական մրցակից հակառակորդի հետ ապրել հարևանությամբ։ Դա շատ ավելի լուրջ մարտահրավեր է նույն ադրբեջանցիների համար եւ թող իրենք մտածեն ինչպես են ապրելու խաղաղության մեջ մեզ հետ։ Բայց դա իրապես իր մեջ սոցիալական, հոգեբանական, լրջագույն խնդիրներ է, այս տրանսֆորմացիան, մտքի տրանսֆորմացիան։ Բայց դրա արմատը չեք կարծում, որ վստահություն, անվստահությունն է։ Մշտական թշնամանքի մեջ ենք ապրել եւ հիմա պիտի մեր մտքերը, մեր միտքը պատրաստենք այդ նոր կոնդիցիային, նոր պայմաններին։ Իհարկե վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր պիտի լինեն եւ օգոստոսի 8-ը դրա համար կարևոր հող է ստեղծել, որպեսզի եւ Հայաստանում եւ Ադրբեջանում քայլեր ձեռնարկենք եւ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը իր մի շարք թերություններով այսօր նվազագույն հնարավոր է դարձնում Հայաստանը խաղաղության մեջ պահել, տարածաշրջանը խաղաղության մեջ պահել եւ միջազգային ակտիվ դերակատարների ողջույնի խոսքերը եւ աջակցելու պատրաստակամությունը, իսկ այդտեղ միայն Միացյալ Նահանգները չի, Եվրամիությունն է, Եվրամիության առանձին դերակատարներ են, Հնդկաստանը, այլ ուղղություններով ունենք աջակցություն, պիտի սա դարձնենք կապիտալ եւ դա նյութականացնենք, մոնետիզացնենք, բարիք դարձնենք մեր երկրի համար, մեր երկրի առողջացման համար, մեր երկիրը առաջ տանելու համար։ Սա իրապես լրջագույն մարտահրավեր է եւ տեսնում ենք ներքին քաղաքական կյանքում ինչպիսի արձագանքներ կան, թույլ չտալու, որպեսզի խաղաղությունը իրականություն դառնա, որովհետեւ շատերի համար, իսկ նրանք հրապարակայնորեն խոսում են, խաղաղությունը ընդհանրապես քաղաքականությանը հրաժեշտ տալու ուրեմն վերջնականապես քաղաքականության դուռը փակելու միջոց է դառնալու եւ մարդիկ անթակույց ասում են այո մեզ պատերազմ է պետք այո մեզ ինչներից է պետք է խաղաղությունը օրինակ եւ ինչի համար ենք մենք ապրում եթե չենք պատերազմում դաշնակցության առաջնորդն է խոսում հանրապետական ինչ որ կարկառուններ են խոսում որտեղ պատերազմը նրանց համար միակ միջոցն է նախ իրենց ռևանշը ապահովելու եւ իրենց իշխանավարումը ընդհանրապես շարունակելու եւ մենք հասկանում ենք որ նրանք հովանավորվում են Ռուսաստանի կողմից եւ հասկանում ենք նաեւ որ Ռուսաստանն ու խաղաղությունը ընդհանրապես անհամատեղելի են եւ դրա համար էր նաեւ նախորդ ամիս մեր ակցիան Գյումրիում ռուսական ռազմաբազայի դեմ եւ մենք հասկանում ենք որ եթե մենք իրապես որոշել ենք հասցե եւ անձնագիր ունենալ իսկ դրա մասին նաեւ վարչապետը այս համաժողովի ժամանակ խոսեց որ Հայաստանի Եվրոպական միության անդամակցությունը կարծես կարևոր նպատակ է եւս մեկ անգամ հրճակվում մենք ոչ թե պիտի փորձենք խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները Ռուսաստանի հետ այլ Ռուսաստանին հենց հիմա պիտի դուրս դնենք հայ-իրանական սահմանից եթե մենք լուրջ ենք վերաբերում այն պայմանավորվածություններին որ օգոստոսի 8-ին ձեռք ենք բերել Սպիտակ տանը որովհետև եթե ամերիկացիները գալիս են այդտեղ մեզ օգնեն կահավորել եւ ենթակառուցվածքներ կառուցել այդ թրիպի ամբողջ երկայնքով մեկ ինչ են անում այդտեղ ռուս զինվորները եւ գիտեք ինչի են այնտեղ ռուս զինվորները ոչ թե նրա համար որ իրենք հսկում են հայ-իրանական սահմանը այդ սահմանը իրենց համար ԵԱՏՄ Իրան սահմանն է այնպես ինչպես որ հայ-թուրքական սահմանը իրենց համար ԵԱՏՄ Թուրքիա սահմանն է Ուրեմն մեր գլխավոր խնդիրն է առաջին հերթին այս սահմանները դարձնել հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններ եւ մենք պիտի պատշաճ պատրաստվածություն ունենանք այդ սահմանները հսկելու Ամենայն դեպս կարծեմ Ալեն Սիմոնյանն էր ամենայն դեպս իշխանությունները ասացին որ մենք չենք ես մեղմ ձևակերպեմ 102-րդ բազայի հանելու հարց ոնց որ թե չի քննարկվում բայց հայ-ռուսական հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց կարծես թե քննարկվում է եւ դրա մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Փաշինյանը եւ դուք այսօր մեջ բերեցիք ասեց որ այո կողմնակից ենք որ խորացնենք Ես էլ կարծում եմ որ եթե մենք լուրջ ենք Եվրամիության անդամակցության
անդամակցության օրակարգը մեզ համար լուրջ օրակարգ է, ուրեմն րոպե առաջ մենք պիտի ԵԱՏՄ-ից դուրս գանք եւ սկսենք ասոցիացման շուրջ աշխատանքները բանակցություններ Եվրամիությանը։ Չէ, ներողություն։ Չեն կարող որովհետեւ չկա հարաբերություններ Եվրամիության հետ առանց գործնական բանակցությունների։ Եվրամիությունը ասում է, որ եթե դուք լուրջ եք, այս պահին պիտի դուրս գաք ԵԱՏՄ-ից եւ մենք տնտեսական մաքսային ուրեմն նոր հարաբերություններ պիտի հաստատենք։ Մի բան, որ մերժել ենք 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Հիշում եք տխրահարճակ որոշումը Սերժ Սարգսյանի մեկ գիշերում մենք դարձանք մաքսային միության հիմնադիր անդամ։ Բայց այստեղ իհարկե կրկին քաղաքական կամքի խնդիր կա, կրկին կոմպետենցիայի խնդիր կա։ Ես բարձրաստիճան պաշտոնյաների հետ եմ խոսել այս հարցով, մեր պատկան գերատեսչությունների ղեկավարները եւ նրանց տեղակալները չունեն համապատասխան կարողություններ եվրոպացիների հետ օրինակ այս հարցերի շուրջ խոսելու։ Այսինքն մենք դոկումենտ ենք տեղում։ Իսկ դրանք էկոնոմիկան, ենթակառուցվածքներ, արդարադատություն, ներքին գործերի նախարարություն, մենք պիտի պատշաճ իդեպ բացառությամբ ներքին գործերի նախարարի պիտի ասեմ, որ մենք բոլոր ուղղություններով խնդիր ունենք։ Բոլոր ուղղություններով մնացած խնդիր ունենք եւ սա չափազանց կարեւոր է, որպեսզի եվրոպացի նաեւ փորձագետներ հրավիրենք եւ նրանց խնդրենք, որպեսզի մեզ պատրաստեն եվրոպացիների հետ բանակցություններում։ Չափազանց չեն անում ոչինչ։ Համենայն դեպս տեսանելի չի այդ արվածը եւ հիմա ինչ ենք անում, մենք դիվերսիֆիկացնում ենք մեր արտաքին քաղաքականությունը, ինչին ես շատ կողմ եմ։ Մեկ Եվրոպա ենք վազում, մեկ Չինաստան, Շանհայյան կազմակերպության անդամակցության հայտ ենք ներկայացնում, մեկ Ռուսաստանի հետ որոշում ենք խորացնել, ընդլայնել հարաբերություններ ամերիկացիների հետ եւ այլն։ Այդ բոլորը շատ լավ է, բայց մեզ մնայուն անձնագիր եւ հասցե է պետք։ Հիշում եք, նախկինում դամավոյներ կային։ Դամավոյը կնիգը։ Ահա, այդ դամավոյում բոլորի անուն ազգանունը կար, տակը հասցեն կար եւ կնիգ կար։ Դա անխախտ ապացուցում էր, որ դուք հասցե ունեք։ Հայաստանը հասցե չունի, ամենակարևորը մեզ հասցե ունենալն է, մենք ունենանք ամուր ոտատեղ եւ սկսենք հարաբերվել բոլորի հետ, ես Ռուսաստանի հետ էլ հարաբերությունների կողմնակից եմ։ Դա կադաստրի թուղթն է։ Չէ, դա կադաստրի թուղթը չի, կադաստրի անձնագիր չունի Հայաստանը եւ հասցե։ Հայաստանը պիտի լինի Եվրամիության անդամ։ Եվրամիության անդամակցության հեռանկարը շատ ավելի կանխատեսելի կդարձնի Հայաստանին իր գործընկերների համար։ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, արաբական աշխարհը հստակ կիմանան, որ Հայաստանը չի խարխափում եւ չի երերում աշխարհակաղակական ուժային կենտրոնների միջև։ Հայաստանը հստակ իր նպատակը դրել է Եվրամիության անդամ դառնալ, բայց միաժամանակ աշխատում է բոլոր ուժային կենտրոնների հետ։ Ես Միացյալ Նահանգներից եմ եկել եւ Միացյալ Նահանգներում թույնը եւ ատելությունը ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող իրողություններին ուղղակի այս անգամ ինձ համար զարմանալիորեն շատ էր։ Ես հասկանում եմ մարդիկ նրանք ովքեր քվեարկել են Թրամփին, եղել են հիմնականում գործող իշխանությունների հակառակորդ։ Եվ հույս են ունեցել, որ Թրամփի գալով կարողանան Հայաստանում հասնել գործող իշխանության տապալման։ Եվ հիմա կոգնիտիվ դիսոնանս է։ Դաշնակցականները, Բևերի հիմնականում ժողովուրդը զբաղված է նրանով, որ Հայաստանի դեմ դավեր նյութեն, թույն լցնեն։ Ես ուղղակի ուզում եմ այս առիթը օգտագործելով ասել, որ ձեր ոչ հայոյանքները, ոչ անվանարկումները ինձ չեն իմ նպատակադրումներից շեղելու։ Ես հավատում եմ օգոստոսի 8-ի համաձայնություններին եւ հրավիրում եմ մեր բոլոր հայրենակիցներին, իդեպ ես հանդիպել եմ նաեւ Միացյալ Նահանգներում շատ գործարարների, ովքեր պատրաստվում են մեծ ներդրումներ անել, մասնակցել TRIP-ի ներդրումներին եւ նաեւ ինչու՞ չէ մասնագիտական իրենց կարողություններով մասնակցել եւ ես հիմա Հայաստանի կառավարության մի շարք գերատեսչություններին կապել եմ ամերիկահայ մեր շատ իրավաբան փաստաբանների հետ, ովքեր միջազգային իրավունքի, միջազգային առևտրային իրավունքի, տնտեսական համագործակցության ուղղությամբ մեծ վաստակ եւ ուրեմն կարողություններ ունեն եւ կարծում եմ միայն իրենց մասնակցությամբ մենք կարողանանք իրապես կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք կայացել են օգոստոսի 8-ին, որտեղ դրանք ահռելի տնտեսական հնարավորություններ եւ ավելացված արժեք են ստեղծելու մեր տնտեսության համար։ Ես ասեմ,
ասեմ, որ մենք հաշվարկել ենք, որ միայն 3 տարվա կտրվածքով մոտ 10,000 աշխատատեղի խնդիր ունենք Մեղրիի հատվածում։ Այդ ենթակառուցվածքները, ճանապարհները երկաթուղին կառուցելու համար մենք այդ ահռելի հնարավորության կարիք ունենք։ Եվ ես շատ պիտի ուզեի, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները Ռուսաստանից գային եւ մասնակցեին։ Հիմա տնտեսական շատ ծանր վիճակ է նույն Պարսկաստանում։ Ինչու չհրավիրել, որպեսզի մեր հայրենակիցները գան, այստեղ անհրաժեշտ փաստաթղթեր ստանան եւ մասնակցեն այդ աշխատանքներին։ Մոտ 2000 մշտական աշխատատեղի պատուհան է բացվում նույն Մեղրիի այդ հատվածում, որտեղ մենք ահռելի աշխատանքներ ունենք կատարելու։ Մենք այս ահռելի ներուժը ինչպես ենք կարողանալու իմպլեմենտացնել, այս աշխատանքները իրականացնել։ Բայց ամենևին պետք չի նեղվել, այո, տրիպը ընդհանրապես տրիպի ուղղությամբ ինչ որ շատ հոգեխանգարմունքի մեջ են ընկնում մեր ամերիկահայերը, շատ ինձ համար անհասկանալի, որտեղ ռուսական ինչ որ խորը քարոզչական ազդեցությունների տակ են եւ չեն պատկերացրեք Ամերիկայում ապրում են եւ որևէ ոգևորություն չեն ապրում այն պայմանավորվածությունների կապակցությամբ, որ Հայաստանը կարողացել է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերել։ Տեսեք, էներգետիկ համագործակցություն, Միացյալ Նահանգների հետ ատոմային էլեկտրակայան կառուցել։ Կարելի էր, չէ, որպես կարևորագույն անվտանգային իրողություն ուրախանալ։ Դժբախտության մեջ են։ Ես հույս ունեմ, որ սա տգետ փոքրամասնության ուղակի բանն է, որտեվ աշխատել եմ եւ նաեւ հանդիպել եմ շատ ու շատ բանիմաց մեր հայրենակիցների։ Բացառապես չիմացության արդյունք է, առանց վիրավորելու, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ հնարավորություններ է բացվել։ Ու ասեմ, նույն Միացյալ Նահանգներում էլ, այստեղ էլ տպավորություն է փորձում ստեղծվել, որ ամերիկացիները դա թուրքերն են, ինչպես եւ փորձում են ռուսների որպես այլընտրանք միակ թուրքերին ներկայացնել։ Եվ սա այն պատմաքաղաքական ծուղակն է, որից մենք պատմականորեն չենք կարողանում դուրս գալ, որտեվ իրականում ռուսներին Հայաստանում պահողը թուրքերն են, ամերիկացիները այստեղ որևէ կապ չունեն։ Ինչու է Թուրքիան շահագրգռված, որ ռուսները այստեղից չգնան, որտեվ Թուրքիան գիտի իր առավելությունը ռուսների նկատմամբ։ Բայց նրա այն տարածքը, որ կազատվի ռուսների փոխարեն եւ այնտեղ օրինակ ամերիկացիներ կգան, ֆրանսիացիներ կգան, ինչու է դեմ Թուրքիան, որ նրանք գան այստեղ, որտեվ նրանց նկատմամբ Թուրքիան առավելություն չունի։ Թուրքիան չի կարող ամերիկացիների հետ պայմանավորվել Հայաստանի տարածքների եւ կյանքերի հաշվին, իսկ դա արել է ռուսների հետ։ Եվ շատ մեր հայրենակիցներ Հայաստանում եւ Ամերիկայում դժբախտ են այս իրողությունից, որտեւ իրենք չեն կարողանում այդ պատմաքաղաքական ծուղակից դուրս գալ։ Իրենց թվում է, որ թուրքերի այլընտրանքը է այստեղ, ռուսների այլընտրանքը է այստեղ։ Եթե ռուսները չեն, ուրեմն թուրքերն են։ Իսկ մենք ասում ենք, եթե ռուսները չեն, ամերիկացիներն են, ֆրանսիացիներն են, հնդիկներն են, արաբներն են, չինացիներն են։ Ինչու պիտի այս երկուսի ծուղակում մեզ պատմականորեն պահեք։ Մեր խնդիրն է նաև որպես քաղաքական դաս ամեն ինչ անել, որպեսզի մենք թոթափենք այս մտածողությունը, այս անեծքը, դարավոր անեծքը հաղթահարենք։